Սիրելի հետևորդներ, քանի որ ժամանակ ունեմ, եկել եմ Պարալիա, այսինքն ծովի ափ, մի քիչ ծովի ափում նկարահանեմ այսօր ազատ օր է, մայիսի 1-ն է, ժողովուրդը բոլորը տունն են, իրաց հանգիստը որտեղ ցանկանում այնտեղ անց են կացում։ Հիմա օգտվելով ես էլ դուրս եկա, դե քանի որ գիտեք, որ տատիկի հիվանդանոցն է, այստեղ էլ բան են ծախում, ադիգուդիա, ես հիմա բան ասեմ ծովի ափի ծախում են։ Քիչ մոտիկ գնանք, որ տեսնեք ծովը սևացած, ջղայնացած, տեսնում եք, ավելի մոտիկացել եմ, հենց եզրին կանգնած եմ ես, ասեք ոնց հալ է գոծում, աստված հերոտ այ ստեղծողն հալ է գոծում, ստեղ էլ ժողովուրդ են հետպես ինչ են քշում, իրաց ժամանակ անց են կացնում, ոմանք նստարա, ոմանք խաղադաշտում, ոմանք էլ նստարաներում նստած, ոմանք էլ վազում են, չտաբե սարնա, ծովի սարոտ, քապա, բաստեղ լավավաչ։ Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ ջան, հուսով եմ, որ լավ եք սիրելի հետևորդներ, որոշեցի հանդից օգտվելով, որ ասեղ հանգստյան օր է, չնայած հանգստյան օրեր չլինի, ես ազատ եմ, գնում եմ հիվանդանոց, ասեցի 4 կամ գարա, ասի ոտքով գնամ, ամեն մի քիչ մարդաշատ է, ոնց որ քիչ կեսօրից հետո ավելի շատ են լցվում, ավելի շատ են լցվում, նկարահանվում, ասել հետևորդներ ջան, ասում եք հետևորդներից մեկ ասում եմ, որ արագ ես քայլում, շարժում ես, չի դիտվում, չեմ կարող շատ դանդաղ քայլել, որովհետև գնում եմ հիվանդի մոտ, կամ ասեք դուրս եմ ռազում է ժամանակի խնդիրը, անեց բարակ սարակ չի էլի, խոսքով ասած, սենց էլ հետածորն է երևում, ինչ ասեմ, որ մի քիչ առաջ սանգեցի, սանգեց, որ դաշտարա, որ ոտքը ջարդում զանգեց, ասեց գործ կա մի հատ, ասում եմ տաշպահի կա, քաղքի կենտրոնից հեռու է, չնայած հեռու է լինի, ոչ աշխատավարձան լավ է տալիս, 1005, ասացի, իրանք ստարում մեծանելով բանում չի ող, դե ասեցի, որ ճիշտ թող զանգեն, խոսենք, ստատիկը մի 3 օր են, դեց կսպասենք, որ արդեն հույս չտան, ես իրանց հետ խոսամ, կարող է լի կարիք չի լինի, գնամ ես իմ գործին, չսպասեմ էլի, չնայած ես վճարելու ուր, բայց որ առիթը կա, գործը կա, գործը եմ ձերից ես, հիմա տեսնեք, աստու ձերին, աստու կամքով, եթե լինելու լինի, կլնի, եթե չէ, որ ադրևները շուտ է եկել, լավ
կանաչ խոտա, կանաչ ամենտեղերը, հանդիպեք սիրելի հոգևորներ, սիրելի հոգևորներ, չի տեսել, որ բացել է էկրանը, այդ արդեն ժամանակս լրացան, ժամը 8:30, 9-ն է գալիս, 9-ն է գալիս, տուն եմ գնում, վաղը պետք է հատիկին իրահատեն ոտքը, դեման քիչ ալին, գալուս Անդրև էր գալիս, տուն գնալուս, կտրվել է Անդրևը, բայց էլի կգա, վաղը լավ օր է լինելու, առաջիշ տավալոտ վայարին թապաված է, բայց արդեն արևը կբացվի, կամաց, եղանակը կտարհանի։ Ասեք, ացին, ասեք վազեմ, վազում եմ, որ հասցնեմ։ Սիրելի հետևորդներ ջան, դե ինչ ասեմ, հոգնած, տուն եմ գնում, այ ոտքս էլ է ցավում է, հոնձորակիցս մաշված է, դեղ եմ խմում, բայց օրիք քայլեցի, անեցի կրթված հասի կողվեց ոտքսի։ Ապēc սիրելի հետևորդներ ջան, դե ինչ ասեմ, էլի կմիանանք։ Սիրելի հետևորդներ, ուրեմն գնում ենք տուն, ու բանանը միջնեմ, Գրետայի համար մի քիչ ամենքուր անեմ, որովհետև վաղը, որ մտածեցի էլի, որ պատրաստել մի վաղը տանում տամ իրեն, որ կարող է ինձ զանգել, շուտ կանչի։ Կարող է պետք կտեմ էլի, որ տանիքին վիրահատել են դրա համար։ Հատ գրանքում միջնեմ, մասուկիսը մոտիկա։ Ամառել դուրանում և գնապ դուր։ Երկու հատ գազ եմ վերցնում, ամեն մեկի մեջը 3 հատ է։ Մի հատ էլ ես լողալալով աչքից, անից վերցրեցի մաչալկից։ Ասակ թե ուրեմ 1, 2, 3, 4, 5 պլետկա։ Բայց է կապույտից չկա, հա, կարես։ Ուրեմն գրետան ասես, մի հատ կապույտ, մի հատ էլ ես կանաչից։ Մի հատ էլ սրանից։ Կոֆեից էլ պրծանք, բայց իմ սիրելի կոֆեները սրանք էլ ես միշտ սրանից եմ խմում։ Տենա որ բանանն եմ վերցնում, մատիսի չէ մեծ է, որ վերցրեցի մեծ, ես մեկը ոնքեր նորմալ է, Ехում եք միլո բանանա, միլո բանանա, միլո դեք վերում, օխ եջի, միլո բանանա, ինը մալակո, դեն եղում են է, էնդաքս, եմ խարի։ Che auto, se hasa ego nazigiri. Τώρα περιμένω.
Շռենք։ Հետևորդներ տուն հասա, գնացի Գրետայից առևտուրներ արեցի ու ինչ է բարել են ամանուս։ Այս ուրեմն եկել են տուն, հոգնած սոված, այնտեղ սովատություն չէի զգում, եկել են տուն նոր եմ զգում, դες իրիկունները ծանր բան չեմ ուտում, մի քիչ ես իմ հնդկածավարից կլցնեմ, շուտ մարսվող է էլի, եկել ես իրանց մածունն է, մեր մածունին նման չէ, էլի սրանց մածունը մի ուրիշ տեսակ է, քչել ես մածունից, այսինքն կարամ լրիվ լցնեմ, իրիկունը այս մոռացել եմ, պետք է մածուն չուտեի, ասում են իրիկունը պետք է մածուն չուտես, մածունը ոնց որ ասում են թունավորի քո օրգանիզմդ, նոր հիշեցի, ուրեմն ես դա սենց կանեմ վաղվա համար, բայց չեմ ուտի, ես գրեչկա, այս հետ մի քիչ զեյթունից հետ կխառեմ, եսա հետը միամանի մեջ, եսա զեյթունից հետը, մի քիչ կլցնեմ սրա մեջ, ավելի լավ է ասենց հնդկածավարը ուտենք, քազ թե մածունը, իրիկունը մածունը, չգիտեմ, ճիշտ են ասում, թե սխալ են ասում, որ իրիկունը որ ուտում ես, ինքը թույն է, ինչ որ չի մարսվում, չգիտեմ, որտեղ է հավաքվում, ինչ անում, ինչ չի անում, երևի որ մի բան ասում են, ուրեմն ճիշտ է, էլի։ Ես ես զեյթունից հետ լցրեցի, ձեթը մնում է ձեթ, ձեթի համը գալիս է, մի քիչ աղ խառնեմ, ավալնի է, մի քիչ ընձեղ խառնեմ, ուրեմն սերվի հետևորդներ, սա դնեմ իրան տեղը խաղատերնիկը, Ինչի է մուկ ցույց տալի։ Ես կամերան մեկ մուկ է ցույց տալի, մեկ էլ բաց է ցույց տալիս։ Սեր հետևորդներ ջան, վաղ կհանդիպենք։ Նրանք տեսնենք այսօր
Ինչ առավոտ է մեր սիրուն Սալոնիկ քաղաքում։ Այս անգամ սկսենք այս մյուս կողմից, ոնց որ արևն ուզում է դուրս գա, երկինքը մի քիչ անպամած է, ոնց որ այսօր արև է լինելու, տենց է տալի, հլա տեսնենք սիրելի հետևորդներ ջան, ավտոները շտապում են, ամենքն իրանց գործի, սիրելի հետևորդներ ջան։ Այս էլ ծովի կողմն է, այս էլ և մյուս կողմն է, սիրելի հետևորդներ ջան։ Ոնց որ արևը դուրս է գալիս, այսօր տաք է լինելու, այս էլ մեր ծաղիկները, անտարբեր չացվում մեր ծաղիկներից, այս էլ մեր սիրուն վարդերը, Բայլուս իմ շատ սիրելի հետևորդներ ջան, հույսով եմ, որ լավ եք, սիրելի հետևորդներ ջան, առավոտյան ինչ ենք անում, դե ինչ պետք է անենք, սուրճով ենք սկսելու եւ մեր շատ գեղեցիկ հոգեվոր երգով, սիրելի հետևորդներ ջան, դե գնացինք, դուք էս սուրճ դրեք, որ միասին խմենք։
Սիրելի հետևորդներ, շարունակենք մեր սուրճը խմենք։ Մի րոպե։ Այն կողմի վրա լույս ա տալիս, ոնց որ լույսը շատ խփի։ Այ, ես էլ արդեն իմ տեղն ա դարձել։ Մեր սուրճն էլ խմենք, սիրելի հետևորդներ ջան։ Տեսնենք ինչ ենք անելու, ինչ ենք պատրաստելու։ Այս մատանի դնելու ժամացույց կապելն է ինձ համար հիվանդություն ա, սիրում եմ, որ միշտ ասենք ձմեռները այդքան ժամացույց չեմ կապում, իսկ ամառը սիրում եմ, որտեվ ամառը երևացող ա, այս ձմեռը ծածկած փակ հագնում ես, ինչ անես, ավելորդ, ես էլ մի քիչ ծանր լինի։ Այ, ինչքան գիտեմ, հին հետևորդներս գիտեն, ես ժամացույցներ նվիրել եմ Հունաստանում, մի 5 տարի առաջ աշխատել եմ Պանորամայում, տատիկի հարսը նվիրեց ես։ Ես մատանին էլ իմ հարսը նվիրել, ծննդյանս արդիվ։ Օղերս էլ ես եմ առել, նույն օղերն ա, նույն ականջողի, նույն մատանի, նույն օղերն ա, սիրելի հետևորդներ, սիրուն են, վատը չէ։ Դե սիրելի հետևորդներ ջան, ինչ ասեմ, ինչ պետք է ասեի, մի բան պետք է ասեի։ Հա, իմ սիրելի հետևորդները հարցնում են, որտեղ եմ մնում ես, որտեղ եմ բնակվում, երկար եմ մնալու, երբ եմ վերադառնալու։ Ասեմ, որ սիրելի հետևորդներ, սա այս տանը, որ ես հիմա սուրճ եմ խմում, այս է տատիկի տունն ա։ Իրանց մոտ տղաները, տղան իրան ծնողի հետ չի մնում, եսի ինչ վարյանտ լինի, որ տղեն մնա ծնողի հետ, իրանք առանձին են մնում։ Տղերն էլ հարցն էլ, սկի չեմ էլ հարցրել, երեխեք ունեն, թե չէ։ Առանձին են մնում, կալամարյա, իրանց ոնց որ մեր Երևանի թաղամասը Դավթաշենն է, հետ էլ թաղամասը, իսկ այս տունը 4 սենյականոց տատիկինն ա։ Հիմա
որ տատիկը լավանա, պետք է գանք ստեղ իր հետ բնակվենք, մինչև իր կյանքի վերջին։ Այդքանի տարի կապրի, ամիս կապրի, էդ էլ մեր Տերը իմանա։ Ինչքան եմ մնալու, երկար եմ մնալու, երևի երկար եմ մնալու, սերի հետևորդներ ջան, Նե պրոբլեմ կա, էլի երկար մնամ, մի քիչ փող աշխատեմ, որ տեսնեմ ինչ եմ անում, հետո ինչ որ կանեմ, այդ Վասին էլ կիմանա, առանց էդ գաղտնի ոչ մի բան չի լինելու։ Սիրելի հետևորդներ ջան, չմոռանաք զանգակ կոճակը բաժանորդագրվել, սիրելի հետևորդներ ջան։ Մեկնաբանությունների համար չեմ ասում, որովհետև բոլ-բոլ գրում եք, շնորհակալ եմ ձեզանից, սրտիկնիկ դնողներից էլ եմ շնորհակալ, որ ոչ մի բան ոչ գրում, որ դնում եմ, նրանց էլ եմ շնորհակալ, որի հոլովակը բաց չեք թողնում, մեկ անց կես ես միշտ իմ հոլովակը տեղադրում եմ, որ ես գիտեմ, որ սպասում են իմ հետևորդները, որ այդ ժամին միանան ինձ հետ։ Ասեմ, որ տարիներ ապրելով այստեղի օդը ինձ վրա գալիս է, այնտեղ գիշերները չէի քնում Հայաստանում, որ ժամի զարթում էի, այս ժամից զարթուն էի, ժամը 4-ից զարթուն էի, իսկ հիմա ժամը 11:30, նույն այնտեղի ժամի չափով, այստեղ մի ժամ հետ են, երևի 12-ն գալի միջև քնում եմ, մի անգամ վեր եմ կենում, ժամը 3-ի կողմերը, մեկ էլ մինչև ժամը 7:30 քնել եմ, 7:30-ից եմ մինչև վեր եմ կենում այս կողմ, այն կողմ, բայց որ տատիկը եկավ տուն, շուտ եմ վեր կենալու, որ առավոտյան իմ սուրճը խմեմ բալկոնում, տատիկը ինձ չանհանգստացնի, որտեղ արդեն ցերեկային ժամերին իրան հետ պետք է զբաղվեմ։ Ինքն էլ ուսուցչուհի է աշխատել, դուք պատկերացնում եք ուսուցչուհիները մի քիչ նայած ինչ առարկա է դասավանդել, որ մի քիչ չվիրավորվեն մնացած ուսուցիչները, բայց էսի շատ է խոսում։ Ամեն ինչ գիտի, 95 տարեկան է, ամեն ինչ, իրան տղայի հեռախոսի համար անգիր գիտի։ Էդ իրան վատ հալովել, այդ համարը գիտի, վրաս, արկասի, բան հավաքի զանգի իրան, ես ուզում եմ իրան հետ խոսել։ Որ իրան այդ պրոթեզ են ասում, ինչ են ասում, հուներեն մասել է, այդ հայլի պրոթեզ ոնց որ դնում են բերանը։ Էդի, որ հանածա բառերել չեմ հասկանում, մի ժամ հհ եմ անում, որ իմանամ ինչ ասում։ Այդպես սիրելի հետևորդներ ջան, դե կհանդիպենք։ Հիմա, լավ, հետո։ Կհանդիպենք սիրելի հետևորդներ ջան, ստեսին դես։ Ճնշումից տեղն էլ խմեմ, իմ հետևորդներիցս, իմ շատ սիրելի հետևորդներս ինձ հիշացնում են, որ ես ջուրը քիչ եմ խմում, դեղիս հետ ճիշտ է, գիտեք խի եմ շուտ խմում, որտև ուշ խմում, քիչ խմում, որովհետև նոր մեծ բաժակ, կտավ հատը, երեկվան էց խառնած, ես միշտ խմում եմ, չէ, ասել եմ դες դրա համար, այդ մեծ բաժակ ջուրը խմել եմ, դրա համար եմ քիչ խմում։ Ես էլ գիտեմ, որ պետք է ջուրը շատ խմես դեղի հետ, քիչ եմ խմում։ Հիմա սա եմ ճնշումից և արյունը ջրի կացնող տեղերն, մի հատ էլ վալերիանի եմ խմում։ Քիչ խմեցի, բայց ես մեկը, ես էլ ոտքերիս երակների տեղնա, դաֆլոն, ստեղ դաֆլոնը Հայաստան ուրիշ անուն ասա, ու ավելի մեծ կոճակները։ Այսօր պետք է շշով ջուր առնեմ,
ջուրսելա